Հայոց ցեղասպանության 111-ամյակի ոգեգոճման նախաձեռնությունը դեղի ունեցավ ապրիլ 26-ին Հայ Գետրոնի սրահին մեջ։ Օրվա պատգամաբերն էր Դիար Ռաֆի Սարգիսյան, Հոմի ամենօրյա վարժարանի տնօրեն։ Մենք այսօր հավաքված ենք ողջունելու Հայոց ցեղասպանության 111-րդ ամյակը։ 21-րդ դարու ամենաահավոր ոճիրը, որ փորձեց բրաչնջել հայ ժողովուրդը, հայ մշակույթը եւ հայ ազգը։ Սակայն այդ մեկը չիրականացավ եւ փոխարեն ծնունդ տվավ ավելի զորեղ եւ վճռական սերունդիմը։ Այսօր մենք մեր նախնիներուն ժառանգորդներն ենք, շարունակություն ենք այդ ժողովուրդին, որ մերժեց անհնանալ։ Մեր իսկ գոյությունը թիմադրություն է, մեր ներկայությունը հաղթանակ։ Հակառակ մեր նախնիներուն դարաբանքին եւ զրկանքին, մենք միայն չենք սկար այդ վիշտը, այլ այդ վիշտը մեզի կուտա պայքարելու կամք եւ բախանջատիրության ոգի։ Այն հայը, որ միայն անցալով գաբրի, արդեն մեռած է ապակային համար, կարեկին նշտե։ Մեզ մեր ականջուրի մեջ գվարի փոցմը, որ սերունդ է սերուն փոխանցված է։ Փոցմը, որ չի մարիր եւ չի դգարանար։ Փոցմը, որ գաբրի եւ կմնա հավերժ մինչեւ արյան վերջին կաթիլը։ Մեկ ասկ, մեկ պայքար եւ միասին միացյալ մեկ նպատակի եւ մեկ դեսլականի դակ ազատ անկախ եւ միացյալ Հայաստան։ Քիշերը կշարժեր, ձանր եւ թանթախ, եւ իր հետ կդաներ մեկ ամբողջ ժողովրդի ցայնը։ Ոչ մեկ աղաղակ եղավ, ոչ մեկ թիմադրություն, միայն լուր հնազանդություն, բարդաթրված ճակատագրի։ Եվ երբ լույսը կմոտենար, քիշերը արդեն կգործեր, գադարած էր, արավոտը պիտի բացվեր, ոչ թե կյանքի, այլ հայոց ցեղասպանության համար։
Այժմ երկինքն է սոսկալի ապագանած, մարդասպաններու փսխած թույներով, որուն դակ գթախանցեն ընդունիլ, նենք հանգամանքներ ու գանոններ, բայց գան խիդանդարներ, համար ջուղերով երկինք բարձված, որ բղձությունները գխոցեն, քարշ երկինքեն փարիկներ զդելով, կգաթեցնեն թեպի աշխարհ, թմրածները գենթանացնելու, սենանգ հոգիները ճշմարտությամբ չամփելու, լույսը փրկելու հույսով։ Դու չես ճոխվել, քեզ խլել են, որ մորանաս երկեն հայոց, ծորերիդ պես խորացել են անթնթախոր վերքեն հայոց, աղ, երբ պիտի լեններիդ պես վեր բնունցկվեն ծերնեն հայոց, որ չթողնեն հայոց արծիվ օտար ծովին ճայ Ղարաբաղ, բայց ինչքան են բալիկիս պես մեր մեջ մնաս կրվախնձոր, Շիրազն ասաց, աշխարհն անցնի, հայ գալիք ես, հայ Ղարաբաղ։ Եղեքնյա քրչով օջախս երկեցի, ընդ եղեկան փող ծուխ ելաներ։ Ու բայքար երկեցի, ցեզի ընձա հայ մարդիկներ, քրիչս եղավ անթրոց սրդերու հնոցի, ցեզի ընձա քաչ մարդիկներ, եղեքնյա քրչով վրեժ երկեցի, ընդ եղեկան փող փոց ելաներ։ Թբրոցի գրասենյակիս բադին գախված է 1923 թվականին նկարահանված այս խմբային պատկերը, որոնց այսօր մենք բոլորս կճանչնանք որպես Georgetown Boys։ Նկարը ինձ նվիրած էր Georgetown Boy-երեն մին շատերիս ծանոթ ընկեր Քուրքեն Մագարյանը։ Ան 3 տարեկանին ցեղասպանության արհավիրքներեն վերաբրած, 9 տարեկանին իր մորմեն բաժնված, արդեն գահացնի Կանադա 49 այլ որբերու հետ, բոլորը պատկերված այս նկարի մեջ։ 1934-ին Կարեգին նժդե Կանադայի հարավային Օնտարիո Սենթ Քաթրինս քաղաքին մեջ, երբ հիմնեց հայ երդասարտացաշնակցության առաջին մասնաճյուղը, ընկեր Քուրքեն եղավ առաջին անդամներեն և գնկվեցավ ցեղագրոն նժդեի իս ցերկով։ Ընկեր Քուրքեն հետագային եղավ Հոհիտա Թորոնտոյի գոմեդեության հիմնադիրներեն մեկը։ 1920-ին կանադական կառավարությունը օրենքի անցուցած էր, որ բոլոր կանադացի բնիկ փոքրիկները 7-15 տարեկան բարդատրապար պետք էր հաճախեին residential school-եր, որոնց նպատակն էր բռնի և վայրակ կերպով ցուլել զիրենք, մինչ հայ բարերարներ և դղոց հոգադար և հսկող Արիս Ալեքսանյան և Լևոն Բաբայան գրցան ապահովել Georgetown-ի որբերու հայեցի դասերակցությունը, որուն շնորհիվ դղակը ոչ միայն սորվեցան հայերեն, այլ նաև անոնք 1926-ին 1929 թվականներուն հրադարագեցին Կանադայի առաջին երկլեզու հայերեն և անգլերեն ամսաթերթը, Արարատ ամսաթերթ անունով։ 2003-ին ընկեր Քուրքեն Մագարյանը փակեց իր աչքերը հավիտյան, բայց իր և իր նմաններուն գդագած խաղապարը կշարունակե ապրիլ մեր մեջ անփոփոխ։ Ժամանակները կփոխվին, իշխանությունները կուքան և գերթան, խաղապարը կմնա անխորդակ և սուրբ։
Մինչ ազերիները գքանթեն մեր եկեղեցիները, վերջինը Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայրդաջարը, Փաշինյանը Սեղասպանության արիթով իր արդասանած խոսքին մեջ կչանա համոզել հայուն, որ եթե լքե այն բանջարդիրությունը, որ մենք դարձուցած ենք համասկային լոզունգ եւ խոստում, անգունենա սուտ խաղաղություն եւ փառքավաճում։ Եվ ավելի վարգապետիչ, գվերջացնե խոսքը ասելով հետևյալը. ժողովուրդն ու նրա ընդրած գարավարող թիմը բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների։ Հանուն մեր նահատակներուն ինչ իրավունքով մեր սուրբ նահատակներն եւ վերաբրողները Մուսադաղ, Ուրֆա եւ Վան հերոսամարտերու հերոսներն էին, Մայիսյան ճակատամարտներու հուժգու փազուկներն եւ խավարը խոցող անկախության արևն էին, Սևրի թաշնակրի բահանջադերներն էին եւ Նեմեսիսի արդարահադույց ահաբեկիչները։ Սպիրկի պատասխանը նամանավանդ քայանահայությանը պետք է ըլլա միապերան Ջորջթաունի որբերու Արարատ ամսաթերթի այս պատկերի ներքո ցեզի տիդող որբերու կողմե քրված խմբակրականի խոսքերը ես իմ եղբայրս ворդ եւ իմ քույրս հալածված մեծ փակինը գշինենք ուր արդարության եւ վրեժյան մասսեղանին արչեւ ողջագեզներ պիտի բերենք անհամար ու անգամ մնալ թույլ պիտի չդանք, որ ակրավները սավարնին, անքղերը թևածեն եւ թշնամիները թքնեն հսկա Մասիսի գնջրոտ ճակտին վրա։ Սիրելի հայրենակիցներ, հանուն մեր իրավունքներու իշահ մեր քոյադևման, որբեսի բադիվով եւ բարձր արժանապատվությամբ ապրի հայը այսօր եւ վաղը Փարադենք թավաթիրներու սուդերը եւ մեր շրջապատի բարդատրած այլասերունները, որբեսի արդարությունը քերիշխե, թուրք թշնամին բաճվի եւ հայ ժողովուրդը ստանա արդար հադուցում ու աբա հաստատենք իսկական եւ դեպական խաղաղություն։ Միասնապար թաստիարակենք մեր զավակներուն դբրոց եկեղեցի, գետրոն եւ ընտանիք, ցերկ-ցերկի եւ միապերան։ Թաստիարակություն, որ պետք է հիմնվի միայն եւ միայն մեր ազգային, մշակութային եւ հոգեվոր արժեքներու վրա։ Ավարտին ներկաները հայ գետրոնի մուտքին զետեղված հուշահամալիրին մոտ ծաղիկներ զետեղեցին եւ իրենց հարկանքի դուրքը մատուցեցին 1.5 միլիոն նահատակներու հիշադակին։